Ինչպես հարստացավ աղքատը։ Լատիշական հեքիաթ։ Լինում են չեն լինում մի հարուստ կալվածատեր ու մի խեղճ ու կրակ աղքատ։ Կալվածատերը չի իմանում, թե իր փողերը ոնց ծախսի, իսկ աղքատն էլ չի իմանում, թե ոնց մի կտոր հաց ճարի։ Մի անգամ կալվածատերն ուզում է զվարճանալ և հայտարարում է, թե պատրաստ է ցանկացած սուտասանի հետ ուժերը մրցել։ Նրան, ով իրեն կհաղթի սուտ ասելու մեջ, կալվածատերը խոստանում է մի փութ ոսկի տալ։ Շատ է ուզում աղքատը մի փութ ոսկի ունենալ ու գալիս է կալվածատիրոջ մոտ։ Ահա և սուտ ասելու հերթը նրանն է։ Դե թափառական, լսում եմ, հարցնում է կալվածատերը։ Բարև աղա, մի անգամ անտառում մի եղևնի գտա, որի վրա կոների փոխարեն աճում էին շատ մեծ ու գեղեցիկ բակլաներ։ Ինչ կա որ, պատահում է, համաձայնում է կալվածատերը։ Մի բակլա քաղեցի ու տնկեցի խրճիթիս առաջ, և ինչ ես կարծում, բակլան իսկույն սկսեց աճել, վայրկյանում կես վերշոկ։ Դա էլ է հնարավոր, նորից է համաձայնվում կալվածատերը։ Մտածեցի, հետո որոշեցի վեր բարձրանալ բակլայի բնով։ Շատ էի բարձրացել, մեկ էլ հանկարծ ցողունը ծռվեց ու ես սկսեցի ընկնել։ Դա էլ կարող է պատահել, ասում է կալվածատերը։ Ընկնում ու երևի կմեռնեի, ոչ ոք էլ չէր իմանա, թե ինձ հետ ինչ է եղել, եթե հանկարծ չընկնեի մի մեծ ամպի վրա, ու հիմա արդեն հեծյալի պես նստած ամպին գնում եմ ու նայում, թե մարդիկ գետնի վրա ինչով են զբաղված։ Այո, ես հավատում եմ դրան, ասում է կալվածատերը։ Մեկ էլ տեսնեմ երկնքում մի մարագ, ու հենց որ իմ ամպը անցնում էր այդ մարագի մոտով, ես հոպ թռա մարագի կտուրին, հետո կտուրի մեջ անցք բացեցի ու այդտեղից ներս մտա։ Հավատում եմ, նորից ասում է կալվածատերը, որը արդեն սկսել էր ձանձրանալ աղքատի փչոցից։ Ու նայեմ, ինչ տեսնեմ, պատերից կախված են աստղեր ու լուսիններ, անթիվ, անհամար։ Սկսեցի միտք անել, թե ոնց իջնեմ նորից, ու հնարը գտա, որոշեցի լուսիններն իրար կպցնել, շղթայի պես, ու այդ շղթայով ներքև իջնել։ Ինչ կա որ, դա էլ կարող է պատահել, մրթմրթում է կալվածատերը։ Մտածեցի ու արեցի, պարանն արդեն պատրաստ է, ու ես սկսեցի ցած իջնել։ Բայց նորից փորձանք, գետինը դեռ հեռու էր, իսկ պարանն արդեն վերջանում էր։ Կպատահի, զայրացած ասում է կալվածատերը ու հարցնում։ Դեռ շատ կա որ վերջացնես, հավես չունեմ քեզ լսելու։ Ես ինձ թափ տվի, բաց թողեցի պարանն ու ընկա մի մեծ քարայրի մեջ։ Ամեն ինչին էլ հավատում եմ, միայն թե շուտ վերջացրու, լավ, գոռում է կալվածատերը։ Եվ ինչ եք կարծում, այնտեղ իմ հայրն ու ձեր հայրը խոզ էին արածացնում ու մի կտոր հացի համար կռվում էին իրար հետ։ Այստեղ արդեն կալվածատերը շատ է զայրանում, չի դիմանում։ Միթե կարող էր էնպիսի բան լսել իր հոր մասին։ Սուտ ես ասում, գոռում է նա։ Իմ հայրը իր օրում խոզ չի արածացրել ու հորդ էլ տեսած չկա, դու փչում ես։ Իսկ աղքատի ուզածն էլ հենց դա էր։ Ստանում է կալվածատիրոջ խոստացած ոսկին և ուրախ ու գոհ գնում տուն։